Բաքվի դեմ միջազգային հայցերից եվրոպացի անզեն դիտորդների բարեկությունից հրաժարվելու Երևանի հերթական զիջումներով Ադրբեջանը նախաստորագրեց խաղաղության պայմանագիրը եւ այն վերջնական դարձնելու ճանապարհին մնացած միակ խոչընդոտը, թեպետ Ալիևը մեր ներքին գործերին չխառնվելու երթումը Ամերիկայի նախագահի առջև էր տվել, շարունակում է պնդել, թե Հայաստանի սահմանադրությունն է մայր օրենքը, որտեղ էլ իբր տարածքային պահանջներ կան իրենց նկատմամբ։ Ավելին, նույն օգոստոսի 8-ի գագաթնաժողովից հետո ոտքը Սպիտակ տնից հազիվ հասցրել էր դուրս դնել, վստահություն հայտնեց Հայաստանն այդ փոփոխությունն անելու է։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի սահմանադրությունը փոփոխելիս հայկական կողմը նույնպես նշում է, որ այդ փոփոխությունները պետք է կատարվեն, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները նման կերպ կբացառվեն։ Թեպետ իշխանափոխությունից հետո սահմանադրական փոփոխությունների հարցն օրակարգային էր մեր երկրում, այնուամենայնիվ առանցքային դրույթներից հրաժարվելու առարկայական հայտարարությունները բաց ուղիղ տեքստով, հենց օրինակ սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրին հղում չկատարելու մասին, իշխանություններն արեցին Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունների սեղանին նստելուց հետո, եւ թերևս սա էր պատճառը, որ հասարակաքաղաքական քննարկումներում կարմիր թելի նման անցավ, թե գործն իրականում Բաքվի հերթական պայմանի հետ է, մինչդեռ ամենաբարձր մակարդակով, իսկ կառավարությունը հերքել է պնդումը։ Լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը։ Սա ընդ որում վերաբերվում է թե արտաքին, թե ներքին հարաբերություններին, քաղաքականություններին ու որոշումներին։ Եվ հենց այստեղ ներքին լեգիտիմության թեման շարունակելով վարչապետը դարձյալ ընդգծում է նոր սահմանադրություն ունենալու կարևորությունը, ասում, թե մեր մայր օրենքի նկատմամբ օտարության զգացողություն ունեն քաղաքացիները, ընդ որում դեռ 1995-ից, երբ ընդունել ենք մեր առաջին իրավական գլխավոր փաստաթուղթը։ Ուրեմն ինչու ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր սահմանադրություն, Փաշինյանը հիմնավորում է ձևակերպելով Հայաստանի համար սա նոր քաղաքական եւ պետական վարդապետության փուլ է։ Իդեպ գործադիրը նախատեսում է սահմանադրական հանրաքվեն անցկացնել եկող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո, այսպես երկրի ղեկավարի պնդմամբ հնարավորություն կընձեռեն համապետական ընտրությունների մասնակից քաղաքական թիմերին քարոզարշավի ժամանակ ժողովրդի հետ կիսել նաև իրենց դիրքորոշումները այս հարցի վերաբերյալ։ Նոր սահմանադրությունը պետք է լուծի նաև մեկ այլ, թույլ տվեք ասել, ինժեներական խնդիր, պայմանականորեն։ Սահմանադրությունը պետք է ապահովի պետության երկարաժամկետ ընթացքի համար անհրաժեշտ աերոդինամիկա, էլի պայմանական, եւ աերոդինամիկան կարող է տուժել, եթե պատկերացումը հստակ եւ միասնական չլինի, թե ինչ ենք մենք ուզում ունենալ արդյունքում՝ ավտոմեքենա, ինքնաթիռ, թե տիեզերանա։ Համանadrությունը ոչ մեկի բարեկամը չէ, որպեսզի լինի օտարության կամ բարեկամության զգացում։ Համանadrության նկատմամբ օտարությունը առասարակ իրավական քաղաքական եզրույթ չէ։ Չկան իդեալական իրավական կարգավորումներ եւ չկան իդեալական իրավական փաստաթղթեր, ուղղակի չեն կարող լինել։ Միշտ լինելու են թերություններ, միշտ լինելու են խնդիրներ, համադրությունը չի կարող պետության գոյություն երաշխավորել կամ ոչ աշխարհի ամենաթույլ երկրի ամենաուժեղ համադրությամբ չի կարողանա երկար կյանք ունենալ։ Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների խորհրդին, ապա այն, որ մայր օրենքի նոր տեքստը մինչև եկող տարվա համապետական ընտրությունները պետք է պատրաստ լինի, հայտարարել է նաև Արդարադատության նախարարը, ով ի պաշտոն է նաև ղեկավարում է խումբը։ Իսկ վերջին անգամ այս կազմի անդամները գրեթե 1 ամիս առաջ հոկտեմբերի 31-ին են հավաքվել նիստ գումարել։ Ժամը լրատվականին նախարարությունից տեղեկացրին, անկախության հռչակագրի հղման հարցը չեն քննարկել, դրան առայժմ չեն հասել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։